Զգացել ես, որքան էլ խնայում ես, քո խնայած գումարը չի ավելանում։ Կրճատում ես ծախսերդ, հրաժարվում ես սուրճ խմելուց, նույնիսկ չես գնում զվարճանալու։ Բայց երբ նայում ես բանկային հաշվին, ոչինչ չի փոխվել։ Նյարդայնացնող է, չէ՞։ Ճշմարտությունը այն է, որ սովորական խնայողությունները այլևս չեն աշխատում։ Բանկերը տալիս են այնքան ցածր տոկոսադրույքներ, որ քո գումարը հաստատ արժեզրկվում է ամեն տարի։ Հիմնական պատճառը ինֆլյացիան է։ Իսկ ոչ ոք քեզ չի ասում այն գաղտնիքի մասին, որով հարուստները տասնամյակներ շարունակ ավտոմատ աճեցնում են իրենց գումարը։ Այսօր ես կպատմեմ մի պարզ գործիքի մասին, որին տիրապետելով դու կկարողանաս իմանալ, թե քանի տարում կկրկնապատկվի քո գումարը, լինի դա բաժնետոմսերում, կրիպտոյում, անշարժ գույքում, թե այլ կողմնակի ֆինանսական նախագծում։ Տեսանյութի վերջում կիմանաս հստակ քայլեր հարստություն կուտակելու մասին։ Ջեյքը ջանասիրաբար աշխատում և խնայում է։ Նա երեքով $10,000 է դրել խնայողական հաշվում 1%-ով։ Գիտես քանի տարում կկրկնապատկվի նրա գումարը։ 72 տարում։ Նա այդպես էլ չի հասցնի վայելել իր գումարը։ Իսկ Սառան նույն $10,000 ներդնում է ինդեքսային ֆոնդում 8% տարեկան եկամտաբերությամբ։ 72-ի կանոնով նրա գումարը կկրկնապատկվի ընդամենը 9 տարում։ 18 տարի անց նորից կկրկնապատկվի, 27 տարի անց նրա $10,000 դառնում է $80,000, առանց որևէ հրաշք գործելու։ Նա պարզապես հասկացել է բարդ տոկոսի ուժը։ Հենց սա է տարբերությունը նույն տեղում մնալու և ազատություն կառուցելու միջև։ Քայլ 1. Հասկացիր 72-ի կանոնը։ Այս բանաձևն շատ պարզ է։ Վերցրու 72 թիվը և բաժանիր քո տոկոսադրույքի վրա, կստանաս այն տարիների թիվը, որքանով կկրկնապատկվի քո գումարը։ Օրինակ, 6% տոկոսադրույքի դեպքում 72 բաժանած 6 հավասար է 12 տարի։ 12% տոկոսադրույքի դեպքում 72 բաժանած 12 հավասար է 6 տարի։ Բայց ուշադրություն, կանոնը ոչ միայն ցույց է տալիս, թե որքանով կաճի քո գումարը, այլև թե որքանով կնվազի։ Եթե ինֆլյացիան 6% է, ուրեմն 72 բաժանած 6 հավասար է 12 տարի, որից հետո քո գումարի արժեքը կնվազի։ Խորը գիտակցիր սա։ Մինչ դու խնայում ես բանկում, ինֆլյացիան լուռ կերպով գողանում է քո հարստության կեսը յուրաքանչյուր տասնամյակում։ Հարցրու քեզ, ես շահում եմ, թե կորցնում։ Ահա թե ինչու մարդկանց մեծ մասը երբեք առաջ չի գնում։ Քայլ 2. Գտիր ավելի բարձր եկամտաբերություն։ Երբ գիտես բանաձևը, հարցն այն է, որտեղ պահել քո գումարը, որովհետև 1%-անոց խնայողական հաշիվները բավարար չեն։ Եկեք համեմատենք։ Բանկի խնայողական հաշվում 1%-ի դեպքում 72 տարի կպահանջվի, պարտատոմսերում 4%-ի դեպքում 18 տարի կպահանջվի, ֆոնդային շուկայում 8%-ի դեպքում 9 տարի, անշարժ գույքում 12%-ի դեպքում 6 տարի կպահանջվի։ Տեսնում ես տարբերությունը։ Որքան բարձր է եկամտաբերությունը, այնքան արագ է բազմապատկվում քո գումարը։ Բայց սա միայն բարձր թվերի հետևից վազելու մասին չէ, այլ անվտանգության և աճի միջև ճիշտ հավասարակշռություն գտնելու մասին։ Եթե երիտասարդ ես, ժամանակը քո ամենամեծ առավելությունն է։ Կարող ես հաշվարկել ռիսկերը և ավելի բարձր եկամտաբերությամբ ներդրումներ կատարել։ Եթե տարիքով մեծ ես, ապա ընտրիր ավելի անվտանգ տարբերակներ։ Օրինակ 25-ամյա Էմման ամսական $500 է ներդնում ֆոնդում 8% եկամտաբերությամբ։ Մինչև 40 տարեկանը նրա գումարը կրկնապատկվում է ոչ թե մեկ անգամ, այլ բազմիցս։ 72-ի կանոնը թույլ է տալիս նրան տեսնել ժամանակացույցը։ Նա չի գուշակում, այլ հստակ պլանավորում է։ Քայլ 3. Օգտվիր բարդ տոկոսի ուժից։ Ասում են, Էյնշտեյնը բարդ տոկոսն անվանել է աշխարհի 8-րդ հրաշալիքը։ Ինչու՞։ Որովհետև երբ քո գումարը է վաստակում, իսկ հետո այդ գումարն էլ է վաստակում գումար, աճը դառնում է հրաշալի։ Ենթադրենք, սկսում ես $10,000-ով 10%-ով, 7 տարի անց $20,000, 14 տարի անց $40,000, 21 տարի անց $80,000։ Դա նույն գումարն է, պարզապես դու դրան ձեռք չես տվել։ Ահա զարմանալի ճշմարտությունը։ Ամենամեծ աճը տեղի է ունենում վերջում, ոչ թե սկզբում։ Ահա թե ինչու վաղ սկսելը, նույնիսկ փոքր գումարներով ամբողջությամբ փոխում է խաղը։ Մարդիկ սպասում են, մինչև ավելի շատ գումար ունենան,
բայց ժամանակն ավելի հզոր է, քան գումարը։ Որքան շուտ սկսես, այնքան ավելի շատ կրկնապատկման ցիկլեր կունենաս։ Հիշիր, հիմա սկսելն ավելի կարևոր է, քան թե հետո մեծ գումարով սկսելը։ Քայլ 4. Կիրառիր քո կյանքում։ Բարձիր ինֆլյացիայի մակարդակը քո երկրում։ Նայիր, թե որտեղ է քո գումարը՝ բանկում, բաժնետոմսերում, անշարժ գույքում, թե կրիպտոյում։ Օգտագործիր 72-ի կանոնը հաշվարկելու համար, թե քանի տարում կկրկնապատկվի կամ կնվազի քո գումարը։ Ճշգրտիր քո պլանը։ Տեղափոխիր գումարը ցածր եկամտաբերությունից դեպի ավելի բարձր եկամտաբերություն, հաշվի առնելով քո ռիսկի մակարդակը։ Այս մեկ բանաձևը կարող է փոխել քո վերաբերմունքը յուրաքանչյուր ֆինանսական որոշման նկատմամբ։ Արի ամփոփենք։ Քայլ 1. Սովորիր 72-ի կանոնը տեսնելու համար, թե որքան արագ է քո գումարն աճում կամ նվազում։ Քայլ 2. Ընտրիր ավելի բարձր եկամտաբերություն։ Մի թող որ քո գումարը իր արժեքը կորցնի բանկերում։ Քայլ 3. Օգտվիր բարդ տոկոսի ուժից։ Որքան շուտ սկսես, այնքան մեծ կլինի արդյունքը։ Քայլ 4. Գործիր հենց այսօր։ Ժամանակը քո ամենամեծ դաշնակիցն է։ Մարդիկ մնում են առանց գումարի, որովհետև երբեք չեն սովորում խաղի կանոնները։ Այժմ դու գիտես ամենահզոր կանոններից մեկը։ Հարցրու քեզ, որտեղ կարող եմ այն կիրառել այսօր, որովհետև որքան շուտ սկսես, այնքան շուտ կկրկնապատկես։ Քո ապագա եսը շնորհակալ կլինի քեզ։